Երևանի Էրեբունի վարչական շրջանի համար 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտված են, զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Երևանի էներգոարդյունաբերության ծրագրի շրջանակներում։ Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված է հակահրդեհային, արևային ֆոտովոլտային օդափոխության համակարգերով։ Ամբողջ ծավալով գործում է մանկապարտեզը արդեն, այսինքն բոլոր խմբերը համալրված են, թե դեռ ամբողջությամբ գործում է։ Շատ լավ։ Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման մասին էլ զեկուցվեց։ Աշխատանքներն ընթանում են ծրագրվածի համաձայն ու նախատեսվում է, որ շենքը ժամանակին պատրաստ կլինի։ Եթե 2025 թվականի հատկացված բյուջեի շրջանակներում նայենք եւ հետ գնանք, որ օգոստոսին արդեն մեկնարկած են եղել շինարարական աշխատանքները, ապա այս պահին արդեն 32-ից ավել տոկոս կատարողական ունենք եւ մեր գնահատումներով մինչեւ տարեվերջ սահուն եւ անխափան իրականացվելու են բոլոր աշխատանքները։ Նոր-Նորքում Տոր-Քանգեղի արձանի հարակից տարածքում նոր այգու կառուցման աշխատանքները նույնպես նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետում, մինչև հաջորդ տարվա վերջ։ Ամֆիթատրոն, բեմ, խաղահրապարակ, քայլուղիներ, ֆուտբոլի դաշտ։ Այգին տարբեր ենթակառուցվածքներ կունենա։ Տնկվել է 1080 ծառ։ Իրականացվել է հեղեղատար, կոյուղատար եւ ջրամատակարարման համակարգերի, այդ թվում 4800 մետր ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները։ Կառուցվել են այգու ավտոկայանատեղին, տեղադրվել են մուտքի դարպասները։ Երևանում նախորդ շաբաթվա ընթացքում երթուղի է դուրս եկել այնքան տրանսպորտային միջոց, ավտոբուս, տրոլեյբուս եւ մետրոյի գնացք, որքան նախատեսված է եղել։ Զեկուցվեց կատարողականը 100% է։ Տոմսային համակարգում վալիդատորներով վավերացումը անցյալ շաբաթ կազմել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 596 հազար։ Նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ կա աճ, ավելի քան 31 հազարով կամ 1,22%-ով։ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը տուգանքի որոշում է կայացրել ներհամայնքային տրանսպորտի 935 ուղևորի նկատմամբ։ Թվով 673 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 89 այլ անձի արտոնությունից օգտվելու եւ թվով 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ շուրջ 100 քաղաքացիներ բողոքարկել են տուգանքի որոշումը, 89 մերժվել է հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, 11 գործով տուգանքը բեկանվել է։ Պարզվել է, որ այդ դեպքերում խնդիրները կապված են եղել վճարումն ընդունող սարքերի հետ։ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը այլ զանցանքներ թույլ տված անձանց նկատմամբ էլ կազմել է տուգանքի 1090 արձանագրություն։ Ամենաշատ խախտումները վերաբերել են չթույլատրված վայրերում առևտուր անելուն, մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակներ վաճառելուն եւ շինարարության հրապարակներում կահավորման նորմերը չպահպանելուն։ Աչափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է 39 կրպակ, 11 ավտոտնակ եւ 3 վագոն տնակ ու 3 այլ շինություններ։ Արաբկիրում 1 կրպակ, 2 այլ շինություն, Նոր-Նորքում 2 կրպակ։ Աննա Զախարյան, լուրեր։